Ախ ինչու ես տխուր եմ այսօր, սիրտս ուր, բայց ես լուր եմ այսօր, անհագիստ ես քայլում եմ մեկնես ու մեկնեն, ինչ է միտքս ախ ես ինչ գիտեմ, և ինչու մեկ շպտալ եմ ուզում, մեկ խնդալ ու մեկ լալ եմ ուզում, ախ մի երգ է հնչում անվերջ իմ հոգում, և այդ երգն եմ ես երգում. Եվ այդ երգն եմ ես երգում, ախ ինչու ես երգում եմ անվերջ, վարդուսեր և աստղեր միշտ անշեջ, գեղեցիկ մի հայացք է շողում աչքիս դեմ, միթե սերն է ախ ես ինչ գիտեմ, ինչ որ ձայն ինձ իր մոտ է կանչում, ով է այն ինձ կարոտն է տանջում, ախ մի երգ է հնչում անվերջ իմ հոգում, և այդ երգն եմ ես երգում. Ախ մի երգ է հնչում անվերջ իմ հոգում, և այդ երգն եմ ես երգում. Եվ այդ երգն եմ ես երգում. Ախ մի երգ է հնչում անվերջ իմ հոգում, և այդ երգը քեզ համար. Այսօր ես պետք է հիշեմ մի շատ թանկագին մարդու անուն, և չնայած որ նա չկա, չգիտեմ ինչու ուզում եմ ժպտալ, որովհետև նրա կյանքը ամբողջ կյանքը անցել է ժպտալով, դա Լեոնիդ Ենգիբարովն է, շատ տաղանդավոր մի անձնավորություն, ես չպետք է ասեմ, դրա մասին շատերը գիտեն, բոլորը գիտեն. Իմ ծանոթությունը իրեն հետ եղել է 65 թվականին, երբ որ 10-օրյակն էր հայկական արվեստի, և նրան էլ էին հրավիրել, մենք հանդիպեցինք ուրեմն այսպես փորձեր էին լինում, հանդիպում էինք փորձերի ժամանակ, և ավելի շատ ես նրան մոտիկից ճանաչեցի Չեխոսլովակիայում. Ուրեմն Չեխոսլովակիայում նա շատ այսպես ուշադիր միշտ իմ կողմն էր նայում, միշտ, և այստեղ, և այնտեղ, մի շատ խելացի և տխուր հայացք ուներ նա, չնայած ինքը ծաղրածու էր, այդ հայացքով միշտ իմ կողմն էր նայում, դե ես էլ երիտասարդ էի, կարելի ասել գեղեցիկ կին էի, ասում էի երևի այդպես նայում է, դուրս եմ գալիս, և մի օր նա եկավ մոտեցավ ինձ և ասեց, ռուսերենն էր նա ավելի շատ խոսում իհարկե, ասեց բելա դու իմ դուրն ես գալիս, ասեցի ճիշտ, ասի ես գիտեմ ասեցի, ամեն մի ասի գաստրոլների ժամանակ մի 3 տղամարդու դուր գալիս եմ ես ասեցի, ինքը շատ այսպես ժորճացավ և ասեց չէ, ինձ դու սխալ հասկացար, ասեց ես Չեխոսլովակիայում 5 տարի եղել եմ և ամիսներով այստեղ գաստրոլներ եմ եղել, ասեց, այստեղ ես շատ գեղեցիկ ծանոթ կանայք ունեմ, ասեց, ես բոլորովին ուրիշ բան եմ ուզում ասել քեզ, ես ուզում եմ ասել, որ դու որպես մարդ իմ դուրն ես գալի, քո բնավորությունն է դուր գալի, մի քիչ շոյվեցի իհարկե, ես ասեցի շնորհակալություն, և այդպես անցավ, մեկ օր մենք ազատ օր ունեինք, ուրեմն այդ օրը ես որոշեցի մեր հյուրանոցի կողքը շատ մոտ
մի խանութ կար, ասի գնամ երեխաներ իմ փոքր էր, դեռ 2-3 տարեկան էր, ասի գնամ գնումներ անեմ երեխայի համար, իջա ներքև տեսնեմ ինքը կանգնած է վեստիբյուլում։ Տեսավ ինձ, ասեց ուր ես գնում, ասեցի այստեղ շատ մոտ խանութ կա, ասեց դու քաղաքը չգիտես, ասեց ես էլ կգամ քեզ հետ։ Երբ որ մենք դուրս եկանք, ասեցի խնդրեմ արի, երբ որ մենք դուրս եկանք, մի սարսափելի անձրև սկսեց։ Ես ուզում էի հետ գալ, ինքը ձեռքս բռնեց, ու ասեց ոչինչ, ասեց մոտիկ է, արի վազենք։ Վազելով ուրեմն գնացինք, խանութը ինքը անցավ, ես ասեցի խանութը անցար, Սիլոնյա, ասեց ոչինչ, ասեց, այստեղ ավելի լավ խանութ կա։ Ուրեմն վազելով այդպես սարսափելի անձրևի տակ երկուսով գնացել ենք, հասել ենք մի սրահ, որտեղ որ մեծ շոու է գնում։ Ուրեմն ձերքս բռնած այդպես ոտից գլուխ թրջված, երկուսով մտանք այդ շոուն, ես սարսափեցի, ես չէի հավատում, սարսափեցի, ասի Լյոնյա, ասեցի, ես ուր ես բերել, ասեց դու հիմա կտեսնես, դու այդպես բան չես տեսել, դու պետք է տեսնես այսօր ստրիպտիզ։ Այն ժամանակվա ստրիպտիզն էլ, ուրեմն հանվում էին ու մնում էին կուպայնիկով։ Բայց ես այդ դա չէի տեսել։ Ուրեմն չէի հավատում։ Մենք գնացինք եւ գիտեք մեծ սրահ էր այսպես եւ մեջտեղում բեմը։ Համերգից հետո մենք երկուսով նստած, մեկ էլ մեջտեղ եկավ հայտարարողը, չեխերեն մի բան ասեց, ձեռքը այսպես արեց եւ ասեց Լեոնիդ Ենգիբարով, որ ասեց Լեոնիդ Ենգիբարով ամբողջ ժողովուրդը սկսեց ծափահարել, շատ լավ գիտեին Չեխոսլովակիայում իրեն։ Սկսեցին ծափահարել, բրավո գորալ ու նվագեցին տանգո։ Այդ տանգոն ուրեմն ինքը ասեց, որ դու գիտես, ասեց, այդ տանգոն ինձ համար են նվագում։ Ես պետք է աղջիկ հրավիրեմ եւ հետը ապարեմ։ Ես չհավատացի, որ նա կարող է պատահի ինձ հրավիրել, որովհետեւ ես նախ ոտքից գլուխ ջուր էի, այսպես մազերս երկար ջրոտ, ոտքերս ջրոտ, իսկ ինքը սարսափելի վատ հագնված։ Ասեցի Լյոնյա, չհրավիրե, ձեռքս բռնեց, ասեց գնանք ապարենք, ասի չհրավիրես, չի ասեց, ոչինչ ասեց։ Գնանք, արդեն ես տեսնում եմ մեզ են նայում, ուզած իջանք այդ բեմում, որտեղ որ ես չգիտեմ քանի 100 հոգի էր նստած, մենք երկուսով թաց ապարում ենք, ու աչքս շատ այսպես ընկավ իմ ոտքերին, տեսա որ թաց է, հետո իրա ոտքերին եւ տեսա որ իրա կոշիկը այնքան է հին, որ կողքը ճղված է։ Անհարմար զգացի, ասացի, ես ինչ-որ նորմալ երևույթ է, արտիստ է էլի ինքը, ասեցի Լյոնյա, կոշիկը ճղված է, ասեց, դա ինչ կարևոր է, ասեց, դա կարևոր չի, դա այսպես պարում ենք, եկանք, վերջացրեցինք պարը, այդպես դա անցավ, վերջը, եկանք, ասեցի գնանք կոշիկ գնենք, ասեց ափսոս չի փողը, որ ես կոշիկի տամ, այստեղ լավ տեղեր կա, բարեր կան, շոուներ կան, ավելի լավ դրա վրա ծախսեմ, ասեց ինչի պետք է կոշիկ առնեմ, ասի լավ, մյուս օրը ես ասի դա կոշիկ առնողը չի, գնացի, հիմա ուզում եմ իմանամ իրա ոտքի հավարը որն է, գիտեմ որ չի ասի, ուրեմն նայեցի, ասի ես ինչ փոքր ոտքեր ունես, ասի Լյոնյա կարող, ոնց որ կնոջ ոտքեր, ասի կարող է 36 ես հագնում, ասեց չէ, ես 41 ասեց ինչի է կնոջ ոտք, իմացա, գնացի մյուս օրը առա, ուրեմն եկա հյուրանոց, այդ կոշիկները ուրեմն դրեցի տումբաչկայի վրա եւ եկա, ինքը ներսում չէր, եկա իմ համար 10 րոպեից հետո, մեկ էլ տեսնեմ, մեկը թխկացնում է դուռը, ներս եկավ Լյոնյան, սարսափելի, խեղճ բնավորության, խեղճ դեմքով, այսպես աչքերից արցունքներ են գալիս, այսպես եկա ու կանգնեց դրան մոտ, տեսնեմ կոշիկներն է հագած, վատ եղա, ասեցի կարող է պատահի ինչ-որ վիրավորվել է, ասեցի ինչ ես տենց վատ Լյոնյա, ասեց կյանքիս մեջ առաջին անգամ ինձ համար նվեր են առնում, ասի եւ դա քեզ հուզել է, ասեց շատ, անցավ բրծավ այդ բոլոր բաները արդեն անցան, մենք համերգներ էինք տալի, շատ լավ համերգ էր, ամեն ինչ լավ էր անցնում, ուրեմն մեկ օր վերջի համերգն է, պետք է ուրեմն
ելույթ ունենանք, շատ հուզված եմ, չափից դուրս։ Դե ուզում եմ, որտեվ բոլոր կառավարություններ եւ նրանց եւ մեր հասկանում եք շատ հուզված է եւ նրա վրա դա ես հետո եմ հասկացել, որ ազդում էր, ինչի եմ այդպես հուզված։ Ինքը եկավ ինձ ասեց, իսկ ով են դրանք, որ դու տենց հուզվում ես, մինչև հիմա լավ ես երգել։ Ասեցի, չէ, ասեցի, անպայման պետք է լավ Երևան։ Այդպես գնաց, ուրեմն։ Իմ համերգի ժամանակ երկու երգեցի շատ նորմալ, երրորդ երգը միկրոֆոնը միանում է, այսպես բարձր ձայնով երգում եմ միկրոֆոնով, մեկ էլ միկրոֆոնը անջատվում է, փոքր ձայնով։ Միկրոֆոնը միանում է, միկրոֆոնը անջատվում է։ Մեկ էլ տեսնեմ կողքից Լյոնյան միկրոֆոնը անջատում է, միացնում է, այնպես վատ եղա։ Ասեցի, ես ինչի է ուզում նա ինձ այսպես վատություն անի, դե գիտեք, երգիչի համար դա շատ մեծ նշանակություն ունի։ Վերջը համերգը վերջացավ, շատ վիրավորված է իրենից, հետը չէի խոսում։ Ինքը գնում գալիս էր, գնացի մտա ուրեմն, որտեղ որ հագնվում ենք, հայլի առաջին նստեցի ու սկսեցի լացել։ Եկավ հետևից կանգնեց, ասեց, ինչի ես լաց լինում անում։ Ասեցի, իսկ ով են դրանք, որ դու դրանցից անհարմար ես զգում։ Ասեցի, չգիտեմ, ասի, դու չպետք է այդպես բան անել, ասի, հիմա ասի կգնաս եւ քու շլապատ կընկնի, նա մի հատ համար ուներ։ Գիտեք, ես որ այսպես բարձրացնում էր, ավելի շլապան ու շլապան բարձրացնում էր, գալիս էր գլխին։ Ասի, շլապատ պետք է ընկնի։ Երևի ինքը մի քիչ, գիտեք, բան էր, սուիվերնի, այդպես բաների հավատացող էր, ասեց, չէ, ես 8 տարի անում եմ այդ համարը եւ ընկավ շլապան։ 3 անգամ փորձեց, 3 անգամն էլ ընկավ։ Այդ համարը չարեց։ Հիմա ուրեմն նա ուզում է ինձ հետ անպայման խոսի, որպեսզի այդ համարը ստացվի։ Ուրեմն գործընկերին է իրան ուղարկում, որ իրեն օգնում էր բեմի վրա, գալիս են ասում են արի Լոնյայի հետ բարշի, ասում եմ չեմ բարշի։ Որ մենք արդեն պետք է մեկնենք։ Արդեն եկանք էստեղ, ինքը մնաց մեկ ամսով համերգների, տվեց ինձ իր հասցեն, Հումբերտո Ցիրկ, Լեոնիդ Ենգիբարովը, Չեխոսլովակիա, վերջը։ Ես իհարկե իրան նամակ չգրեցի, մեկ ամիս անցավ, մեկ ամսից հետո ինքը ուրեմն եկավ Երևան գաստրոլների, Մոսկվայից զանգեց, ասեց, ես գալիս եմ Երևան գաստրոլների, արդեն խոսեցի հետը։ Ասի շատ ուրախ եմ, ասեց հրավիրում եմ առաջի գաստրոլին։ Ուրեմն եկա առաջի համերգին, իր գործընկերը ինձ ասեց, Բելա, դու գիտես ինչ ա եղել։ Ասեցի ինչ, ասպա չես պատկերացնում, թե Լյոնյան ինչ խաղացել Չեխոսլովակիայում, ասի ինչ ա եղել։ Ասեց վերջի օրը, ասեց Պրաշյալնի վեճեր, նորից իրեն հրավիրել են այդ սրահա շոու, գնացել են, նույն նման ուրեմն տանգո են նվագել, նա պետք է հրավիրի աղջկա, որպեսզի գնա բարի։ Նա ոչ ոքի չի հրավիրել, իջել է բեմ, կոշիկի մեկը հանել է, սեղմել է կրծքին, ու սկսել է շատ խեղճ լաց լինել։ Ժողովուրդը չգիտի ինչու՞ն է բանը, բայց ինքը գիտի։ Լյոնյան ասում է, իր գործընկերը կարծեմ Արկադիա էր անունը, ասում է, գիտես, ասում է, ես գիտեի ինչն է իր վրա շատ ազդել, հիշողությունները ասում է, բայց ժողովուրդը չգիտի, բայց ասում է, այնպես մի գեղեցիկ ասում է, տեսարան էր, բոլորը ասում է, քարացած իրան էին նայում, եւ վերջացավ, համերգը վերջանում է, այսինքն պարը վերջանում է, նա իր կոշիկը հագնում է եւ գալիս է երև։ Այդպես է եղել այդ կոշիկի պատմությունը։ Մեր մեջ շատ լավ ընկերություն էր, շատ մոտ, շատ ջերմ, շատ մտերիմ։ Նույնիսկ ժամանակ կար, որ նույնիսկ ինքը իմ ձեռքն է խնդրել, որպեսզի ամուսնանանք։ Ես եկել եմ մորաքրոջս ասել, մորաքրոջս Զաբելին ասել եմ Զաբել, գիտես, Լյոնյան Ենգիբարովը իմ ձեռքն է խնդրում, որ ամուսնանանք։ Այսպես
մորակուրս նայեց ինձ, ասեց քու գլխից մենակ կլոնն է պակաս։ Ինչ որ տեղ չէր կարելի հավատալ, որ նա կարող է ինչ որ ընտանիք կազմի, բոհեմիկ շատ տղա էր ինքը, ազատ էր, նա շատ սիրում էր արվեստը, միշտ զբաղված էր արվեստով եւ իրոք այդպես էլ երևի եղավ, որովհետեւ իր մոտ չստացվեց այսպես ինչ որ ընտանիք կազմել, շատ դժվար կյանք ունեցող էր եւ շատ խեղճ ապրող, իր այդ տաղանդը եւ իր այդ խեղճ նա լավ չէր ապրում, նա շատ դժվարությունների մեջ էր լինում եւ սարսափելի նյարդային վիճակի մեջ, որտեղ շատ ժամանակ նրան հանում էին համերգներից, հանում էին, այսինքն արտասահմանի համերգներից, շատ տեղեր նա ուզում էր բացի թատրոն պանտոմիմայի, նա տաղանդավոր, չտեսնված տաղանդավոր անձնավորություն էր եւ վերջապես թույլ տվեցին նրան բացել այդ պանտոմիմայի թատրոնը, բայց ցավոք սրտի նա մահացավ, բայց մի բան էլ հիշեցի, որ այստեղ Բրեժնևը պետք է գար, իրեն հրավիրեցին, եկավ իմ տունը, նոր էի տունը ստացել, տեսավ, նայեց, տեսավ, որ դատարկ է, ոչ բան չունեմ, ասեց, դու գիտես, ասեց, ես քեզ համար պետք է կահույք առնեմ, մտքումս ծիծաղեցի, բայց ասի, ցույց տվեցի, որ հավատում եմ, ասեց, երեխային ուզում ես ուրախացնեմ, ասեցի ուրախացրու, այսպես ստոյկա տվեց, ոտքերը բարձրացրեց, բայց շատ էքստրավագանտնի արդեն հագնված էր, Ամերիկայից էր եկել։ Եվ այն ժամանակ այդ կոշիկները չէին հագնում, բանի կոշիկներ էր, կավբոյսկի սապագի, այդ կավբոյական սապոգները այսպես դարձրեց, ինքը շատ ճկուն էր, ինձ ու երեխային ասեց, եկեք տակը կարդացեք, ինչը գրած, եկան տակը կարդալու, տեսնեմ շատ ինձ կներեք, տեսնեմ գրածա Լենին, ասեցի Լյոնյա, դու ասեցի կարող է պատահի դու այդ բոլորին ցույց ես տալի, ասեց, չի, ասեց, բելա ես ծաղրացու եմ, բայց խելք ունեմ, ասեց, չեմ ցույց տալի, ասի, բայց ինչու ես այդ սապոգարը, մեկն ու մեկը կտեսնի, ասի, Լյոնյա, ասեցի, ասեց, գիտես ինչ ասա, այնտեղ ինձ ասեցին, որ Լենին ֆիրմա կա կոշիկի, կուզես, ես էլ շատ ուրախացա, ասեցի, հա, ասպա գիտես ինչ է առա, որովհետև ասեց, էլի դորից կներեք ինձ, ասեց, այդ այլանդակը, պարկած է, ասեց, մավզալեյում, իսկ ասեց, կոշիկիս տակը, ասեց, գոնե ավելի մոտա գետնին, գոնե էդ լինի, իսպես շատ հումորով, շատ հետաքրքիր անձնավորություն էր, շատ կարելի է նրա մասին պատմել, բայց ցավոք սրտի նա 36 տարի ապրեց, այն ինչ որ ինքը արել է, շատ քիչ մենք գիտենք, որտեղ նա իրոք շատ տաղանդավոր էր, շատ։ Ես կուզենամ, որ միշտ իրեն հիշենք ամեն տարի, ես կուզենամ, որ մենք այդպիսի տաղանդավոր անձնավորություններ ունենանք, ես կուզենամ, որ մեր հայ ազգը լինի այդպես տաղանդավոր երեխաներ։